Բաքուն առևտրի համաշխարհային կազմակերպությունից 2 միլիարդ դոլար է խնդրել գյուղատնտեսության զարգացման նպատակով, ուշագրավ է, որ այդ գումարի կեսը 1 միլիարդը Ադրբեջանը խնդրել է մեջբերում Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսությունը վերականգնելու համար։ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դիմել ենք 1 միլիարդ դոլար խնդրանքով գյուղատնտեսությանը խթանող միջոցների համար։ Բացի այդ, եւս 1 միլիարդ դոլար էլ խնդրել ենք Ադրբեջանի օկուպացված տարածքներում գյուղատնտեսությունը վերականգնելու նպատակով։ Դեօկուպացիայից հետո ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը։ 11 մարդ է մահացել, եւս 80-ը վիրավորվել այսօր առավոտյան Թուրքիայի Cizre քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ հզոր պայթյունի հետևանքով։ Հարձակումը տեղի է ունեցել թուրքական զինուժի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքում ռազմական գործողություններ սկսելուց 2 օր անց։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդրիմը հայտարարել է, որ թուրքական բանակը մտադիր է շրջանն ազատագրել ոչ միայն իսլամիստներից, այլ նաեւ քրդական խմբավորումներից։ Հունգարիան մտադիր է Սերբիայի հետ սահմանին երկրորդ արգելապատը կառուցել միգրանտների հոսքը կանխելու նպատակով։ Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրորդ պատնեշը պետք է երկիրը պաշտպանի միգրանտների հոսքից, եթե Թուրքիան փոխի իր միգրացիոն քաղաքականությունը։ Նոր պաշտպանական համակարգը կառուցվելու է արդեն գոյություն ունեցող արգելապատի երկարությամբ։ Օգոստոսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հրաժարվելու է հետևել փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածություններին, եթե Եվրամիությունը չվերացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մինչև այս տարվա հոկտեմբեր։ Բրյուսելի եւ Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Թուրքիայի իշխանությունները պարտավորվել են զսպել Մերձավոր Արևելքի փախստականների հոսքը դեպի Եվրամիության տարածք։ Ֆրանսիայի գերագույն վարչական դատարանը չեղյալ հայտարարեց Բուրկինի կրելու արգելքը։ Բուրկինին մահմեդական կանանց համար նախատեսված զլողազգեստ է, որն ամբողջությամբ փակում է մարմինը։ Ֆրանսիայում Բուրկինի կրելու արգելքը, որը գործում էր շուրջ 3 տասնյակ քաղաքներում, բողոքարկել էին մի խումբ իրավապաշտպաններ, ովքեր պնդում էին, որ այս որոշումը ոտնահարում է կանանց իրավունքները։ Մինչդեռ ընդդիմախոսները պնդում են, որ Բուրկինին կնոջ նվաստացման խորհրդանիշ է։ Վիճահարույց արգելքը երկփեղկել է ֆրանսիական հասարակությունը։ Լուսանկարները, որոնցում ոստիկանները լողափին ստիպում են կանանց հանել արգելված լողազգեստը, թե զայրույթի ալիք է բարձրացրել, թե աջակցություն վայելել։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով մտադիր է 2017 թվականին կրկին առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, արդեն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Բուրկինի արգելքը կտարածի ամբողջ երկրով մեկ։